Նկարած թվերը նախընտրական կամպանիայի հիմա ինչ ասես կարելի է գրել։ Մեր կյանքի վրա չի ազդում այդ հնայի բարդացումը, բան, տեսնում ենք գներն է ոնց է բարդանում։ Եթե այդքան նպաստավոր էր, այս 20 տարի բան չէին աշխատում, թող աշխատեին էլի։ Վաղուց այդ նպաստավոր պայմանները կլինեին, վաղուց այդքան բան ստացած կլինեին, այդտեղ այն պաշարները, այսինքն այդտեղ պաշար չկա, 1 տոննայի մեջ 0.7 գրամ ոսկին, դա ոչ մի բան է, դա ոչ մի նորմալ երկրում չեն շահագործում ընդհանրապես։ 1 գրամից պակաս ընդհանրապես արդյունավետ չի։ Հիմա իրանց տված թվերը ասում են 0.75 գրամ, այսինքն 1 տոննայի մեջ ընդամենը այդքան ոսկի է, դենը թող հաշվեն, տեսնեն, թե դրա եկամուտը ինչ ալնելու, դրա ծախսերը ինչ ալնելու եւ պետությանը ինչ ամենում։ Ոչ մի բան չի մնալու, դա սննկացած կազմակերպություն է, սննկացման գործընթացում գտնվող բոլոր իր ակտիվները, բոլոր իր գույքը, բոլոր դրամական միջոցները ամեն ինչը պատկանում են երկու ֆինանսական կորպորացիային եւ ապագա ստացող ամբողջ եկամուտներն ու ապրանքները, ինչ որ իրանք ստանալու են այդտեղից հումքը։ Հիմա այդ ինչ են հաշվում, ես չգիտեմ, էլի։ Մի հատ թող բացեն Օնտարիոյի դատարանի որոշումը կարդան, թող տեսնեն, թե ինչ պայմանագիր ունեին իրանք Օսիսկո Օրիոն ֆինանսական կորպորացիաների հետ ու ինչ որոշումը կայացվի, որ իրենք լրիվ պես ինչ որ իրենք ստանալու են, նույնիսկ եթե այդ նկարած թվերը ճիշտ լինի։ Այդ բոլորը պատկանելու է Օրիոնին եւ Օսիսկոյի ոչ թե մեր պետության ամուսարի մասով կա Օնտարիոյի դատարանի որոշում, որը որոշել է, որ Lydian International-ը սննկացման գործընթացում է, ամբողջ այդ իրենց ակտիվները եւ ապագա ստացվող հումքը դրամական միջոցները լրիվ պատկանում են Օրիոնին եւ Օսիսկոյին, այսինքն իրանք պարտք են այդ կազմակերպություններին, այդ պարտքը պետք է վերադարձնի։ Այդքան բան։ Հիմա թե իրանք ես չեմ կարծում որ իրանք աշխատելու են, այդ չեն աշխատելու, բայց վնասը դրա շատ մեծ է, որովհետեւ այդ պայթեցումները, որ տեսել եք ինչ դեղին ու նարնջագույն ամպա բարձրացել այդ պայթեցումներից ու դրա մեջ ինչ էր եղել մարդիկ ոնց են շնչել ու ինչ հիվանդություն են ստանալու, բան այդ դրա ձայնը հետո է լսվելու։ Այդ որ հիմա բուլդոզերով դերեք հանդում են ու դե հիմա չէ, մի քանի ամիս առաջ ինչ որ ձև են անում, որի փրտե աշխատում է, այդ ամեն ինչի պատասխանը մի օր տալու եմ, որովհետև առանց թույլտվության, առանց փորձագիտական եզրակացության, իրանց փորձագիտական եզրակացության ժամկետը անցել է արդեն, իրանք չեն օգտվել դրանից։ Պետք է նոր փորձաքննություն անցնեն, հիմա չեն անցնում, տարբեր օրենսդրական փոփոխություն են անում, չգիտեմ ինչ են անում, չեն անում, այդ ամեն ինչը անօրինական է եւ անօրինական գործունեության համար բոլոր դեպքերում ինչ որ մեկը պատասխան է տալու ինչ որ ժամանակ։